Իշխանությունների նյարդային պահվածքը ևս մեկ ապացույց է, որ այդպես էլ լինելու է։ Ինչ վերաբերում է ձեր ասած վիրավորանքներին, գիտեք, մակարդակի խնդիր է։ Ես շատ ցավում եմ, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը ղեկավարում է մի փոքրիկ խմբակ, որը չունի ուղղակի այդ մակարդակը։ Այսինքն քաղաքական, ճիշտ, բանավեճի, առարկայական, որպեսզի ժողովրդին էլ պարզ լինի, ինչ է, իրենք երկու խնդիր են լուծում, մեկ իրենց այսպես ասած նյարդային վիճակն են փորձում բացատրել, չնայած դա արդեն պարզ է բոլորի համար, երկրորդը վախի մթնոլորտ սերմանել։ Հավատացած եղեք, որ մենք այդ մակարդակի չենք իջնելու, մեկ-երկու փոքր հումորային շատ գեղեցիկ բնորոշումներ, որ պարոն Կարապետյանը տվեց, շատ ճիշտ է, բայց իրենց մակարդակին չենք պատրաստվում իջնել։ Պարոն Հազինյանը նաև լրացնել կառավարության նստեցնելու Նիկոլ Փաշինյանը ասաց, որ իրենց շտապակապների եւ դայրեկտորային ու չեն գալու, որ այդ ձեր մասնակցությունը մեծ բոլորան ասում չեն ծախսարի եւ կարողանան այդ կոնտրոլային չվարկել եւ երկրորդացնել այդ շտապը։ Սնկերի հետ կապված Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է Նախազգուշացված չէ սամվել, որպեսզի վտանգավոր Նախ առաջինը ես չեմ պատկերացնում այդ թույլ չտալը իրենց իսկ հռչակած ժողովրդավարական բաստիոնում ոնց կարող է իշխանությունը թույլ տալ կամ չտալ մի բան, որը իրենից կախված չի։ Այսինքն այս պահից հայտարարում է, որ ժողովրդի խվեն գողացվելու է, թող փորձի։ Չէ, մարդկանց կամուզի փորձ չի։ Մարդկանց ինչքան ժամանակ կա։ Սամվել Կարապետյանի հայտարարությունից մարդկանց համոզում է, բայց ամենաանկեղծ եւ ամենաճիշտ հաշվարկներով դա իր համար չի ստացվում ամենայն դեպս ինչ վերաբերում է սնկերին, անկեղծ ասած, պարոն Կարապետյանը հայտարարեց մի բան, որը թերևս բոլորն են հասկացում։ Ուղղակի չգիտեին սունկ է, թե այլ միջոցներ է, ըստ որի այսպես փոքրիկ խմբակ ընկնում է հոգեխանգարմունքի մեջ։ Այնպես որ ես ոչ մի բանի վրա չեմ զարմանում, իրենց գործելավոճն է, իրենց մակարդակն է, թող փորձեն, անկեղծ ասում եմ ձեզ, այնքան վստահ ենք, որ մեզ տված քվեն հատ առ հատ պաշտպանելու են։ Այնուամենայնիվ դատական գործեր միգուցե հարուցվեն տարբեր այսպիսի արտահայտություններով պատրաստ եք անցնել դրա միջով եւ ինչ եք ձեռնարկել։ Այսինքն պետօրականության թույլատում ընդհանուր առմամբ պատրաստվում եք այս հանրահայտ երեկվա բանալիքից։ Հիմա ո՞նց եք պատկերացնում, եթե մի թիմ մի քաղաքական ուժ, որը չի վախենում կալանավորվելուց, ինչպես կարող է վախենալ դատական քաղաքացիական հայցերից։ Այդպիսի խնդիր չկա, չբացեմ այսպես մարտավարական միջոցները, բայց ես գոնե մի միջոց գիտեմ, որով կարող է հիմնավորվել Սամվել Կարապետյանի ասած։ Պարոն Հազինյան, ձեր քաղաքական թիմը ուշտ եք, բայց օրինակ ուշտ եք, բայց դեռ հալից օրում օրինակ այլ հարակից մանկաբարձներում ավելադրումները հեցի ձեր հարուսության առող այդ խոսքերն Ջայլոց փոքրիկ խմբակի ղեկավար ես էլ որերորդ անգամ ես ուզում եմ ասում եմ ժողովրդին ուշադրի լինի, արդեն հանցակազմ, ըստ ինձ հանցակազմ պարունակող արարքներ է գործում, ինչի համար ձեզ ասեմ, որովհետև կասկածի տակ է դնում դատարանի որոշումը։ Վարչական դատարանը ամենայն դեպս առաջին ատյանին հստակ արձանագրել է, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը այդ կետով զրկել հեծի լիցենզիայից իրավաչափ չէ եւ չի ապացուցվել։ Ոչ միայն հերքում ենք, դա դատարանն է հերքել, իսկ դատարանի որոշումը այսպես կառավարության ղեկավարի կասկածի տակ դնելը համոզված եմ, որ հանցակազմ պարունակող արարք է նաեւ։ Հասկանում եք ուր ենք հասել։ Կոնկրետ դատարանի որոշումը, ասում եմ ամենայն դեպս առաջին ատյանի, քանի չկա այլ որոշում, չի կարելի խոսել դրա մասին, համոզված եմ նաև կլինի վերջնական որոշում։ Այնտեղ 6 կետ էր։ Կետերից մեկը հավելագրումների մասն էր, որը դատարանը ապացուցված չի համարել։ Հիմա նորից կրկնում եմ, եթե ունեցել են 2000-ից ավել նյութական պատասխանատու, անհատ, անձինք։ Հիմա դա նույն բանն է, անկեղծ ձեզ ասում եմ, որ մեղադրել սեփականատիրոջը ինչ-որ մի համայնքում ինչ-որ մեկի կողմից կատարված հավելագրմանը, դա նույն բանն է, որ օրինակ ինչ-որ մի հատ պետական մարմնի հասարակ աշխատող կաշառքի վրա բռնվի, փոքրիկ խմբակի ղեկավարին մեղադրեն կաշառակերության մեջ։
նույն բանն է, ուղղակի գիտեք ոնց խափում է, սուտ է խոսում։ Բանալեշնյան եւ տեղեկություն է տալ, որ կառավարությունը Նարեկ Կարապետյանը այս անգամ պատասխանատու արդյոք ազդեցել եւ ինչ-որ պատասխան Ճիշտ ասած, այդ համապատասխան փաստաթուղթը ինձ էլ են ասել, որ արդեն լրագրողների ձեռքում է, լրատվամիջոցներից մեկը։ Լրատվամիջոցներից մեկը մենք չենք ցանկանում դա հրապարակել, հաշվի առնելով շատ հանգամանքներ, բայց հաշվի առնելով թուղթը հրապարակված է, ուղղակի հերթական անգամ պետության վերաբերմունքն է մասնավորի բիզնեսի նկատմամբ։ Նարեկ Կարապետյանը շատ ճիշտ է անում, որ չի անդրադառնում այդ թեմային, ինչի համար, որովհետև ինչպես բազմիցս ես նշել եմ, Սամվել Կարապետյանը բացարձակ խնդիր չունի իր ունեցվածքը պաշտպանելու։ Տեսնելով երկիրը ուր է գնում եւ ինչ վիճակում է, այստեղ խոսել հեծի կամ իր կորցրած կամ բանակցությունների մասին կարծում եմ ճիշտ չի։ Իհարկե ոչ, այդ առաջարկը որ մի բանական կամ տրամաբանություն ունեցող մարդը կարող է ընդունել։ Ընդհակառակը այդ ներկայացնողին պետք է, այսպես ասած, ուղարկել համապատասխան մասնագետին։ Պարոն Ղազենյան, հարցը մի փոքր կիսատ մնաց, կարող եք հստակեցնել այդ մեկ միջոցը, որով կարելի է այդ ձեր ասած հարցին լուծում տալ։ Այսինքն դա տեստ հանձնի, պարոն Փաշինյանը, կարող եք հստակեցնել, ինչ նկատի ունեք։ Դուք ասաց։ Բայց դա նկատի ունեք։ Դուք ասաց։ Կա այդպիսի թունավոր սնկեր։ Չեմ կարող ասել, ես խոսքը սնկի մասին չի, ես հոգեվիճակի մասին եմ խոսում, որը հավատացած եղեք ունենք համապատասխան մասնագետ։ Երեք Նիկոլ Փաշինյանը ասել, որ այդ հայտարարությունների համար հայց է ներկայացրել, հասնել է նրան, որ պատժում է էլի հավելիներ արել, որ նա չուզի կրկնել։ Դա վերաբերում է։ Ինչի չեք ուզի կրկնել, ոնց կարող է պատահի, կներեք 1000 անգամ, չեմ ուզում իջնել այդ մակարդակին, բայց ինչ անշակում, եթե չեմ սխալվում, իրավական ձևով դատարանում ուտացնել եւ այլ եւ այլ։ Լավ է, երկիրը ընդհանրապես իրավապահ համակարգ չունի, կամ իրենք իրենց կողքը գոնե առաջի իրավաբանական ֆակուլտետի առաջի կուրսի ուսանողի գիտելիքներ չունեն, որպեսզի հուշեն համապատասխան անձին, որ այդպիսի իրավական ընթացակարգ գոյություն չունի։ Այսինքն այդ հայտարարություններին անդրադառնալը մեզ պատվից ցածր է հավատացել։ Բանը կամարի, որ քարոզարշավը այսպեսի, այսպես ասեմ, մակարդակից է սուսում, դա երկկողմանի է, հատկա իշխանության հիմա խոսույթ թող է քարոզարշավից։ Այսինքն ոչ թե առաջարկներով ինչ-որ քաղաքացիներին է, փոխադարձ վիրավորանք, որպես մեր կողմից ամենայն դեպս վիրավորանք չկա, ասեմ ինչի համար, մենք փորձում ենք հասնել ինչ որ տեղի ունենում, որովհետև համոզված եղեք, որ այդ մարդու վարքագիծը, ոնց ասեմ, շատ դեպքերում նորմալ չի։ Այսինքն վերջին հաշվով երկրի ղեկավարը, հիմա մեր ուժի ղեկավարը փորձում է հասկանալ, թե դա այսպես ասած ինչից է գալիս ու կարծում եմ, որ մեր ժողովրդին էլ դա պետք է հետաքրքրի, կարծում եմ ժամանակը գա եւ ամեն ինչ պարզ կլինի։ Թող դիմեն։ Համեցեք։ Այդ նամակը արդեն ձեր ձեռքում կա, չէ՞։ Չէ, այսպես ասեմ, մենք բնականաբար նաև պատճառներից մեկն էր, բայց այսօր հեծին չանդրադառնալ ունի մի նպատակ։ Հաշվի առնելով երկրում տիրող վիճակը, հաշվի առնելով մեր պետության առջև այսպես ծառացած մարտահրավերները, այսօր հեծի մասին խոսալ հավատացի Մեկնարկը այսպես ասած տրվեց 3 ձեր օգնությամբ, հաշվի առնելով, որ բոլորը ներկա եք պարոն Կարապետյանի ասուլիսին, որ 3 կա տրվել, մի հատ դրամարտով դա տրվել։
Ինչ առումով եմ ասում 3 մեկնարկը տվեց, հաշվի առնելով, որ առաջի անգամ պարոն Կարապետյանը հնարավորություն ունեցավ, ցանկություն միշտ ուներ, բայց հնարավորություն ունեցավ այդ ձևաչափով։ Եվ եթե զգացել եք, այսպես բոլորս մեզ հետ անկեղծ պետք է, եթե զգացել եք շատ զգույշ եւ շատ ճիշտ է խոսում, այսինքն ասում էր բաներ, որ հիշում եք շեշտում էր 5 տարի հետո գա կարծնեք կտեսնենք։ Ես կարծում եմ, որ դա ոչ մեկ թող չնեղանա, բայց դա շատ նոր ձևաչափ է խոսել 100% ճիշտ, այսինքն չասել պոպուլիստական կամ քաղաքական ինչ-որ բան, ինչպես նշում են քաղաքականության մեջ այդպիսի բաներ որոշակի չափով թույլատրելի է, բայց մեր ուժը եւ իր ղեկավարը ասում է այնպիսի բաներ, որոնք 100% կատարվող են եւ կատարվելու են։ Ինչ վերաբերում է ընթացքին, Աստված մեզ հետ, մենք այսպես ասած հավատքով դեպի Աստված, հավատքով դեպի մեր ժողովուրդը գնում ենք առաջ եւ համոզված ենք, որ չգիտեմ արդեն որ բառն ասենք, որ ճիշտ է։ Լինելու է ուժը հայաց։